Հարգարժան հյուրեր, սիրելի գործընկերներ, կարծում եմ այսօրվա առիթին ամենաճիշտ դիմելաձևը դա է, որովհետև ըստ էության վերջին սկսենք 4, 3, 2, 1 և 6 ամիս տարիների և 6 ամիսների ընթացքում այստեղ ներկա բոլորը եղել են մի թիմի անդամ և աշխատել են, իրենց ջանք ու եռանդը չեն խնայել, որպեսզի 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնի Հայաստանի Հանրապետությունում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այսօր մենք ամփոփում ենք առաջին 100 օրը։ Կարծում եմ, երբ որ դեռ մեկնարկում էր դեկտեմբերի վերջին օրերին, երբ որ մի քանի օր էր մնացել համակարգի մեկնարկին, բոլորիս մոտ մի քանի զգացում կար, որ մի պահ խոստովանում էինք իրար, հետո քաջալերում էինք, հետո փորձում էինք մեկս մյուսին վախերն ու անհանգստությունները փարատել, որ այս բարդ, բազմաշերտ, բազմակոմպոնենտ և շատ կառույցներ ներառող բարեփոխումը բարեհաջող է մեկնարկելու։ Որովհետև երբեք չունես երկրորդ հնարավորությունը առաջին տպավորությունը գործելու։ Եվ սա շատ կարևոր մի սկզբունք էր, որ մենք բոլորս աշխատում էինք, որ պահպանենք։ Ըստ էության, առողջության համընդհանուր ապահովագրության այն կարևորագույն արդյունքները, որ պիտի գրանցեինք, մենք հասկանում էինք, որ իհարկե ժամանակ է պետք, որ դրանք մենք տեսնենք, որ մեր ժողովուրդը իր վրա տեսնի այս բարեփոխման արդյունքները և գոհ լինի, որ ի վերջո երկար տարիների սպասված երաշխիքը պետությունը իրեն մատուցում է։ Բայց հասկանում ենք, որ թե թվային միջավայրի, թե օրենսդրական դաշտի, ենթաօրենսդրական դաշտի, թե կազմակերպչական առումով, թե բժշկական կենտրոնների, ամբուլատորիաների, դեղատների, նախարարության, պետական կառույցների, բոլորի հետ միասին սինխրոն աշխատանքի արդյունքն է, որ հնարավոր է սա դարձնելու։ Եվ ես հպարտությամբ պիտի նշեմ, որ այս արդյունքը մենք ունենք, որովհետև Հայաստանի Հանրապետության թե պետական մարմինները, թե մասնավոր մեր գործընկերները, իրենց պրոֆեսիոնալիզմի, իրենց պատրաստակամության, նպատակին նվիրվածության արդյունքում կարողացանք միասին հասնել, որ այլևս առաջին տպավորությունը այս մեծ բարեփոխման հաջողության պատմությունն է։ Այսօր մենք դրա վկան ենք արդեն։ Եվ առաջիկա մեր տարիների աշխատանքը պետք է լինել, հենվելով այս հաջողության պատմության վրա, կառուցել էլ ավելի կայուն, էլ ավելի ընդգրկուն, լավագույն որպես երկիր փորձ ներկայացնող ապահովագրական համակարգ։ Եվ ես դրա մեջ արդեն իսկ վստահ եմ։ Հարգելի գործընկերներ, ես պիտի ասեմ, որ այս ամենը հնարավոր է դարձել մի քանի հանգամանքներից ելնելով։ Նախ, որ մենք ունենք պետություն, պետականություն և իշխանություն, ով հաշվետու է իր ժողովրդին, ով լսում է իր ժողովրդին և իր քաղաքականությունները կառուցում է հենց այս սկզբունքի հիման վրա։ Մենք այս արդյունքը ունենք, որովհետև Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի, ամեն հարկ վճարող իր բաժին ներդրումը ունեցել է, որպեսզի մենք այսօր ունենանք այս արդյունքը։ Միայն այս վստահության, միայն այս ընդհանուր շահը հետապնդելու ջանքն է, որ մեզ այսօր այս հնարավորությունը տվել է։ Եվ այսօր մենք կառավարության նիստին իհարկե նշեցինք, բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ նախ շնորհավորել հարկ վճարողի օրվա կապակցությամբ վաղն է լինելու և շնորհակալություն հայտնել բոլորին, մեծ ու փոքր հարկ վճարողներին անխտիր, որովհետև ոչ միայն խոշոր հարկատուների, այլ նաև ամեն մեկի ներդրումն է, որ պետությունը կարողացել է այս համակարգը կառուցել։ Եվ պիտի ասեմ, որ
այսօր մենք պատմություններ ենք լսելու։ Ես ամեն օր առնչվում եմ հուզիչ, տպավորիչ, մարդկային պատմությունների, որոնք որ տալիս են մի մեծ ոգևորություն, որոնք որ այն շնորհակալության ալիքը, որ մեր ժողովուրդը հղում է բոլորին, բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին, կազմակերպիչներին բժշկական կենտրոնների, պետական հատվածին, բոլորին ես ուզում եմ փոխանցել այդ շնորհակալությունը ձեզ, որովհետև նորից եմ կրկնում, սա միայն ու միայն հնարավոր է եղել նախ Հայաստանի Հանրապետության վարչապետի քաղաքական կամքի, երկրորդը պետական համակարգի կուռ աշխատանքի, երրորդը մասնավոր եւ պետական համագործակցության եւ իհարկե մեր ժողովրդին սիրելու արդյունքում։ Ես բոլորի շնորհավորում եմ այսօրվա կապակցությամբ։ Ես վստահ եմ, որ դեռ շատ 100 օրեր ենք նշելու, ել ավելի մեծ ձեռքբերումների։ Ես վստահ եմ, որ այս համակարգը ունենալու է նաև շատ մեծ կողմնակի ազդեցություն դրական եւ արդեն որոշակի նախանշաններ կան։ Այս համակարգը փոխում է մշակույթ եւ ինչպես որ նպաստելու է մեր երկրում երկարակեցության, կյանքի ավելի բարձր որակի, այնպես էլ մեր երկիրը լինելու է որպես քաղաքակիրթ, հոգտանող, զարգացած երկրների շարքին եւ մենք մեր փորձը կիսելու ենք նաեւ այլ երկրների հետ հպարտությամբ, որ մենք հասել ենք այս հաջողության։ Շնորհակալ եմ ու բոլորի շնորհավորում եմ։